Ադրբեջանական կրակահերթերի սահմանագիծը երկարել է։ Մոտ 3 շաբաթ Սյունիքի վրա կրակող թշնամին հիմա խախտում է հրադադարը նաև Գեղարքունիքում ու Տավուշում։ Չեմ լսել, ճիշտն ասած, կրակոցներ։ Չի լսել Կութի վարչական ղեկավարը ադրբեջանական զենքերի արձակած ձայները վերջին օրերին։ Բայց կութեցիներն իրեն ասել են, որ քանի օր է 2022-ի երրորդյա պատերազմից հետո մեր տարածքներում դիրքավորված թշնամին 1-2 փամփուշտ է արձակում գիշերը։ Գյուղի տարբեր տեղերից են մարդիկ ինձ ասում, բայց ստույգ ես որ չեմ լսում, դրա համար էլ աշխատում եմ կոնկրետ ինչ-որ բան չասեմ։ Տավուշի մարզի սահմանային Մովսես գյուղում է թշնամին խախտել հրադադարը 2 օր առաջ։ Գյուղի վարչական ղեկավար Արմեն Փոլադյանի պնդմամբ կրակոցները անհայտ ուղղությամբ են եղել, վնասներ չկան։ Վերջին մեկ շաբաթում 4-րդ անգամ է Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել Ադրբեջանի տարածած լուրը, թե հայկական կողմը խախտել է հրադադարը սահմանին։ Ադրբեջանի պնդումը, թե 3 շաբթի 19:20-ից 22:30-ը Հայաստանի զինուժի ստորաբաժանումները կրակել են սահմանագոտու հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Ռազմական փորձագետները նկատում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրություններում վտանգավոր փոփոխություն է եղել։ Բաքուն հայտարարում է, թե իբր իրենք պատասխան կրակում են, երբ հայկական դիրքերից թիրախավորում են իրենց հենակետերը։ Ամեն դեպքում տրվում են, որ մեր տղաներն էլ պատասխան տան, նորից միջադեպ ստեղծի, չգիտեմ ինչ ստեղծվի։ Խնածաղցի այս տղամարդու խոսքով ինչ-որ չափով նվազել է կրակահերթերի ինտենսիվությունը, սակայն վերջին մեկ շաբաթում չի եղել մի օր, որ գիշերը չկրակի թշնամին։ Երևի 10-20 երկուսի մոտ երկը մեկը 4-ից կարճ երևի կարճ է տևում, վարկյաններ կարելի ասած, էլի ամեն անգամ 2-3 գնդակ է ստացվում։ Դե ամեն դեպքում որ վախա, մեզ համար ինչ-որ սովորական, բայց կին երեխեք ընտեն անհանգիստ են, չգիտեմ, կա, ցանկացած գիտակից մարդ կվախի։ Ամեն գիշեր կրակող թշնամին մի տեսակ բթացնում է ժողովրդի զգոնությունը, այլ չեն գիտակցում պահի լրջությունը այդ ձայներին սովոր մարդիկ, մտահոգ է խնածաղցի տղամարդը։ Բայց սպասում եք, որ ժամն է, ես քիչ են կրակում, պատկերացնես են։ Գյուղի վրայով են կրակում, մեկի պատուհանին է կպնում, մեկի Քրիստին է կպնում, չգիտեմ, գերեզմաններն է դեպի կրակում։ Երկու վարիանտ է իմ կարծիքով, մեկ վախ առաջացնելու, խոճապ առաջացնելու, երկրորդ պահներից թվում ամեն դեպքում տրվում են, որ մեր տղաներն էլ պատասխան տան, նորից միջադեպ ստեղծի։ Իրական պայմաններում կրակող թշնամին նաև պայմանական մարտադաշտում է զարգացնում հմտությունները։ Բաքվի ավիացիան տակտիկական զորավարժություններ է անում։ Պայմանական մարտադաշտում ադրբեջանցիները մարտական դիրքեր են գրավում, այդտեղ հատուկ օպերացիա են անում։ Գայանե Մովսիսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։